չես կարող աջակցումս մի քիչ այդ սահմանը, որ դու արդեն դառնաս բան, ԿՊ-ի հետ աֆիլացված ինչ-որ բան, երկրորդ թև։ Ես քեզ միակ չատ ավելացնեմ ախպեր։ Դե այնտեղ թղթերի հավաքելու process-ը կա էլի պետության համար։ Ոնց որ մեր մասով այն ինչ որ գրանցվեց բավարար է, բայց պետության համար որ հետո պետք է ցուցակը ներկայացնենք իմիգրանտից էլի զբաղվում։ Անդե մանրամասն մի հատ ֆայլ եմ գցե գրած է, եթե հարց լինի ինձ ասա։ Okay։ Դու դեռ չես գրանցվել, բայց քեզ այդ չատ ավելացնում եմ այն մտքով որ հաստատ գրանցվելու ես էլի։ Դու այդպես ինչ-որ հայտնի տիպ չես, որ ոսկի այդպես մի հատ այդպես ձեռով սնես, ասեն ասել, որ զանգեմ իշնես դիմավորես էլի։ Գետարա։ Հեսա կգա։ Դու դերսել ես լավ։ What? Որ դու չես անդր այդ անդր։ Ես այդ ամենքան մնգոից բերեմ դա։ Տելեգրամը բալո։ Ապա այդ դրա համար իմ կարծիքով իմաց չունի։ Արժում պետք է մենք մարդ ունենանք, ով որ պատրաստ է։ Նա ոչ ունենք, նշի։ Որը ոչ իրան ավելի չեք ընկնել, իմաստը ո՞րն է այդ։ Հա ինչ որ պլյուս ան գեր։ Вообще պլյուս չի։ Պլյուս ա, լիքը մարդիկ իմանում են, որ դա բան կա։ Ես ասում եմ պլյուս չի։ Բայց իմանում են, չէ։ Ոնց որ ասենք իմանում են, ումա պետք չէ չեն իմանում, ինգեր հաջորդորը մոռան։ Իշում են, որ դա բան կա, մենք էլ հիմի պարապում ենք, գնում ենք ջոգում ենք իշտի անենք ոնց պիտի անենք։ Հարդաշապի ժամանակ ավելի ակտիվ իմանալու ենք սա process-ները ոնց է։ Բանոց թավի նորը ասում են չէ։ Ոնց է։ Այսի քարոզարշավը ռազմինքն է։ Okay, ախպեր գնաց է ես դեմ չեմ, ես չեմ։ Կարողանաշարի կանոնը Ապա ես հասկանում եմ որ բարթա մարդ հաջողեց։ Ախպեր ոչ թե բարդ, մեր ձևը ոչ թե բարդ, մենք ախպեր խոսում։ Ապա չեմ ասում բաուր հոգի գտի։ Ռեսուրս։ Ոչ էլ ասում գրասենյակ բացի։ Այսինքն եթե մենք այդ քաղաքում 3 հոգի մարդ չունենք ախպեր որ մեր համար կարան վիզ դնեն խոսքի։ Դրանով մենք պետք է գնանք վիզ դնենք։ Որ $1000 մի հատ լավ վիդեո ռեկլամի վրա դնենք, ավելի շատ մարդ կիմանան արձերը, քան մենք։ Այս ձևը։ Կտենի, եթե եթե նպատակը իմանալն է, իմանալու համար $1000 Հայաստանում ով ռեկլամ միացնի, սա Հայաստանը կտենի։ Ապա իմ ասածը այն է, որ ինքը մեզ ընդ մարդ է, որ 30 օր կոպիտ ասած Կարոզարշավի ժամանակ ինքը կփորձի թե գործ անել, 3 հոգի որ ունեն, այդ 3 հոգին ավելի լավ գործ կանեն, քան դու այդ մի անգամ կետած ես ասում։ Հիմա եթե 3 հոգին չունենք, ախպեր, կարող ավելի լավ մենք ջանք կապենք, այդ 3 հոգին ճարենք ինգեր։ Կարող որ գնաս ավելի շատ չանց մի օր ճար։ Ախպեր դու որ գնում ես, դու ճարելու չես գնում։ Դու գնում ես պրոստը random մարդուն տուղ տալու։ Դու որ էդի տալիս ես, դու մտածում ես այդ մարդը կասի, «Ահա այս ինչ լավ բան է, որտե գրանցվեմ, դառնամ ձեր անդամ ինգեր»։ Այդպես բան չկա ախպեր։ Այդ մենակ էտա որ հանեցին, էդ էլ չեն տանել։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես ասում եմ ապա Գյումրի ենք այդում ախպեր։ Այսքան մարդ կա ախպեր, 5 հոգի չեն կարող ճարենք ինգեր։ Գյումրիում 5 հոգի մարդ, շատ չէ ախպեր։ Տեղից 5 հոգի մարդ, ով որ կետ հանք, իրանց է կտենանք, կհելեն մեր հետ ամենքը բաժանեն, իրանք է կոպիտ ասած այդ process-ի մեջ կլնեն, ու կֆիքսենք, որ Գյումրիում 5 հոգի մարդ ունենք ախպեր, որ Քարոզարշավին են մեծ 40 օրանոց, 50 օրանոց կամ 30 օրանոց։ Ու մի օր ես գնալու Գյումրի, ինքը անընդհատ այդ գործը կանի ախպեր։ Այս երեկո շենք չի։ Հիմա Քարոզարշավը որ եկա, մի օր ես չէ գնալու էլի Գյումրի։ Կամ 2 օր լավ։ Չես կարող ախպեր սաղ տեղերը։ Սա կարամ ես խոսքի Քարոզարշավին մենակ ասենք 5-ած քաղաք գնամ, ամեն քաղաքում 4 օր մնամ։ Okay, ախպեր, հա։ Բայց այն 25 օր այդ քաղաքում ի՞նչ արնել։ Գնացել ես 4 օր Գյումրիում մնացել ես։ Բայց 25 օրը ինչ արել։ Բայց 4 հոգին ինչ անելու։ Որ 4 օր։ Այդ որ ցանկացել էին ունեցել են։ Հա այդ 4-5 հոգին ամեն օր կարան լինեն ինչ-որ գործ անեն, ախպեր։ Հիմա այդ 4 հոգում գտնելը ինչով է խանգարում այդ մեր գնալ կամ չգնալ։ Իմ ասած այն է ախպեր, եթե 4-5 հոգին չեն ճարում,
որոնք մեր փոխարեն հետո կարան շարունակական ինչ որ գործ անեն, ինչ որ միտը մի բան կպցնեն, ինչ որ ծանոթների գնան պատմեն մեր մասին, որ ուզենանք հիմա խոսքի Գյումրիում ուզենալու ես կարող ուզենաս վաղը ռեկլամ միացնես կամ մի հատ բիլբորդ առնես, որ այդ հարցով կզբաղվեն, թե ճիշտ են տեղում ով է ինչ է, ոչ թե սա խոսքը դուստեից կանես, եթե դի չի լինում ինգեր, շատ անկապ է դա լինում, իմ ասած է դա, շատ անարդյունավետ է լինում։ Եթե դի ելնում է, ոնց որ ստացվում մենք ինչ որ մարդիկ ունենք, որոնց կարող զանգեն ինչ որ հարց լուծեն այդ մարդիկ ընդեն։ Okay, դրա հետ համաձայն եմ։ Դե ես հիմա չեմ ասում եմ չգնանք, ես ասում եմ ախպեր, գնալուց առաջ, եկեք ջանք դնենք այդ 5 հոգում գտնենք, նոր գնանք ախպեր։ Նե, կա մի հատ շատ ավելի sense մեծ փիլիսոփայական հարց, փիլիսոփայական/քաղաքական հարց, որը որ հետևյալն է։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մինչև հիմի, մինչև նաև այս ընտրություններ, գլոբալ ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը ստեղծել է այն ստրուկտուրան, որ ոնց որ քպականին ձեռով կպնելը կամ ինչ-որ պետության ինչ-որ հարցով զբաղվելը կամ խոսքի բտան նախարարին հանդիպելը ինչ-որ հարց լուծելը կամ Տիգրան Ավինյանի հետ ձեռով բարևելը որ զենք հրատվը, դա նրանք նիրուկապարժատնի են, եթե դու ես դրա մեջ, դու ես նիրուկապարժատնի։ Գլոբալ առումով այս ստրուկտուրան բերել է այն հետևանքին, որ մարդիկ, ովքեր որ քաղաքականությամբ զբաղվում են առանց ամենակարևոր օրակարգին, որ պետք է Նիկոլ Փաշինյանին հանել ռադանել, բայց օրինակի համար ասում են դրան կախվեց, ոսի գոնե մի երկուատիկ պետական օրենք էս պետության համար անեն, այդ մարդիկ ավտոմատ դառնում են նիրուկապարժատնի ու այդ քաղաքական դաշտում չի ընկալվելու, չի ընդունվելու։ Հիմա այդ ամեն ինչի պատճառով հստակ ախպեր արձանագրվում է ընթացքը, իմ կարծիքով այդ առնելու, որ պրոստ է, էլի Նիկոլը հաղթելու է ու ընդդիմության այս ստրուկտուրան էլի չի աշխատելու։ Այսինքն մեծ հաշվով էլի մենք գնալու ենք մի իրավիճակում, որտեղ որ Նիկոլը էլի այդ մեծամասնությունը հավաքել է, փողոց դուրս զարգացող մարդկանց քանակ չկա, ենթակառուցված չկա, այդքան դժգոհ մարդ չկա, ոնց որ ոչ մի բան չկա ու դաշտը մենակ մնում է իրենց։ Ախպեր նայ հիմի Դոքից մի երկու հատ օգտակար Մկրտար Հայրապետյանի հետ հանդիպում անես։ Ապեն մի հատ օրենք խոսքի չգիտեմ, կիբեր անվտանգության օրենք են Հայաստանում ընդունում, դրից բորշում են։ Հենց ամենից նորմալ օրենք ընդունում։ Բոյտու։ Ենա ընտրվի բոյտու դրա համար։ Մեկը մյուսի հետ կապ չունի, դու կարաս դախած պահանջես, որ Նիկոլը գնա ուղիղ դնես, ու խոսած նաև բովանդակությունից օրակարգերից կամ ֆրակցիան ունենաս բովանդակությունից օրակարգերից խոսացող մարդ, բայց քո հիմնական մեյնսթրիմը այն լինի, որ ախպեր այս մարդիկ չարիք են, պիտի գնան։ Մեկը մյուսի հետ նս կապ չունի։ Ինչ վերաբերում է չափավոր ոնց որ այդտեղ կա մի հատ ուրիշ շերտ։ Այդ դրա որ Նիկոլին դժվար են հակված լսեն նրան ու ոնց որ բան ընդունել են մարդու փոփոխությունների առաջարկը, որ համետ այդ սրտանց ուզում է իրենց հանի։ Բայց դա անլուծելի խնդիր է, ոնց որ դու չես կարող ջոգում ես մի քիչ այդ սահմանը, որ դու արդեն դառնաս բան, ԿՊ-ի հետ աֆիլիացված ինչ-որ բան, երկրորդ թև։ Առավոտ արթնացա, երբ արևն իրան կախում էր, բայց վռազ ուրախացա, որտեղ դուսը մառախուղ էր, ժողովուրդն են ես տխուր էր, սիրում եմ պարզ, ես սիրում եմ լինի խոր ու թաքուն, սիրում եմ թարս, 7-8-9-10 րոպեից, տնից հեռու եմ, ես արդեն տենց երրորդ մաս քշեցի, քանակ հեռում եմ, բայց արդեն խփում ա բաս, ես կասեի արդեն տպում ա, ձայնը ալիքներ վրաս, ոնց սևանը մեր ծպում ա, միջև վերջ կոխել եմ գազ ու ֆրֆռում եմ, որ քաշես կհասկանաս, ես օյաղ եմ, բայց թռնում եմ, անընդհատ ունեմ պակաստ է, ինչքան եմ բռնում եմ, կորելու եմ, չտնաս, բայց էլի հայտնվելու եմ, հարսանիք փեսա ու հարս երթվում ու հանձնվում են այդ թղթերից չտաս, ես արդեն իմ գանձը ունեմ, ինձ գիշերա պետք վռաս, որտև լույսը ես ատում եմ, դու խափում ես, մոտ չգաս, ով է մոտը հավատում եմ, ամեն օրը ոնց որ դաս, որ ներկայիս արդեն լավա պետք է Հիմա հետևյալ բանը։ Եթե պատգամավորների քանակն է ուղղակի քչանում, ասենք 107 էր, դառնում է 104 օրինակի համար։
2/3-ի պահանջը 104-ի նկատմամբ է, 107-ի նկատմամբ չի։ Մաթեմատիկի ասում։ Քչանում է։ Եթե քչանում է այնքան, որ 101-ից իշխում է ներքև բազմամավորների քանակը, դա հնարավորություն է տալի ԿՀ-ին իր մանդատով, ԿՀ-ն դրա մանդատը ունի։ Ասի ախպեր, ես պարտավոր եմ սահմանությանը կետերը ապահովեն, ներկայացնի ինչ-որ ծրագիր այդ մանդատները վերադաշկելու, լցելու եսիմիջ, տալու էտի սահմանադրական դատան, սահմանադրական դատան էտի հաստատի ասի հայ լավ ախպեր, ու դրանով մեր մանդատները բաշխվեն, որ X-ը ձևով։ Էտի մեր մանդատները դնելու պրոբլեմը, եթե Նիկոլ 2/3 չի հավաքում։ Բայց անշտենք, որ մենք ոնցով օքեյ գիրած, դիպա ախպեր մեզ ոնցով մենք որ մանդատները վայր դնենք դուք կանք, ոնց ուզում են բաշխանա, բայց ինչ ուզում են Բայց ասեմ մի հատ բան, որ մենք ամեն դեպքում նախագծելուց հետի եղել է հետևյալ ընկալումը, որ այդ մանդատները չի եղել են ընկալումը, որ 2/3-ի հարցը առաջանալու։ Տենց 8 հարց կար առաջանա, ու կամ չառաջանա, մենք չգիտենք, դա ապագայի վրա Մեկ է, սենց նախնական տպավորություն է եղել, որը դրանք դատակ կմնան։ Իմ մոտ էդի չի։ Իմ մոտ չի եղել, բայց առաջինը ճիշտ ես ասում։ Okay։ Ոչ մի մետա։ Հիմա Բայց որ էլի չպետք է օգտագործվել ուրիշ ուժերի կողմից, այդ եղել է, որտեղ պետք է խոսում ենք բոլորին դեմ մանդատի մասին։ Հիմա եկել ենք այն մտքին, որ փաստացի էդի կարա օգտագործվի։ Մասնավորապես այն դեպքում, երբ որ մենք անցնում ենք օրինակի պես, սկսում ենք մանդատ դնել, մեկ է 4 հոգի չի դնում։ Ուտե հստակ է, որ ասենք 80 հոգուց կարա 4 հոգի չդնում։ Կարա։ Ու այդ 4 հոգին պատկերացրած չի դնում, հերիք չի։ Մի հատ էլ էդի ծառայացնում է ինչ որ ուժի։ Ես ավելին ասեմ, Կամ ծառայ կարապետանին, էական չի։ Ավելին ասեմ ես քեզ, եթե 4 հոգի սեփական տված խոստման վերով անցան, եւ թույլ տվեցին իրենց կյանքի առաջի դավաճանությունը, անխոս շատ անմիջապես ծագելու է իրենց կյանքի երկրորդ դավաճանությունը, որ իրենք սկսելու են ինչ-որ մեկի համար կլերտություն անել, որովհետև ոնց որ ինչն է իրենց դրդել այդ անպատիվ քայլն անելու, խոստանալ եւ չանելու, եթե ինչ-որ կոնկրետ մեկին, ինչ-որ կոնկրետ բանի դիմաց ծառայություն չեն մատուցելու, այդ կետորը կա, նենց որ դա ամեն անգամ տենց արնելու, դրա վերաբերյալ է, որ մեր ինքնասահմանափակող փաստաթղթի մեջ գերածավոր մնացած 76 հոգին անհատապես ընդ որում անկախ նրանից այդ 76-ից մյուսի 75-ը կանեն դա թե չէ, յուրաքանչյուր մի հոգին պարտավորվում է ամեն ձևի թունավորել 4 հոգու կյանքը։ Okay։ Բայց դա մի հատ բան է եկել հաշվի առնենք։ Այդ մարդիկ, ովքեր չեն դնելու, էդի ամենայն հավանականությամբ չեն լնելու, այսպես ասած այն քաղաքական կարիերա ու ոնց որ այդ բանը ունեցող մարդիկ, այդ մարդիկ, որոնց ոնց որ մինչև հետո ոչ մեկ չգիտեր պլյուս մինուս, հետո չի նա, բարձ իրենք ովքեր չեն մտնի կյանքում քաղաքական։ Ոչ մեկը տրանսպորտատորը յուղ կրել։ Հիմա խոսքի օրինակի պես այսօրվա Տիգրան Ավենյանի բանի դոգի ավականու մարդկանց, խոսքի 2 տարի հետո ոչ մեկը չենք էլ հիշելու, կարող դեպքը հիշել։ Բայց այդ մարդիկն է շերի տենց այս կյանքում տենց փողոց դուրս գալու, երեխուն մանկապարտեզ տանելու խնդիր են ունենալու։ Այն նույնը մեր ցուցակի այդ մարդիկ են ունենալու։ Կոպիտ ասած մենք դրանց մեջ ամենայն հավասար չենք լինելու, բայց այն մարդիկ ովքեր կլինեն, իրենք այդ խնդրեմ չեն ունենալու։ Այս մի հատ հարց տա։ Ախպերս շատ է Ես մեզ ասում եմ պետք է հետ գա, այն մեր որոշած ձևով անենք, այդ կանոններով է գնան, թե չէ տես կարանք իրար վրա կասկածել, կարող է ես մանդատը բացեմ, այդ քննարկումը ստալը ավեր։ Մի հատ ասած ջոգիկ, ապա այդ մանդատները դնելը, որ կդնեն թե չեն դնի, այս քննարկման հետ կապ չունի, որովհետև երբ որ դու թեկուզ ստեղծել ես իրավիճակ, որ 80-ը դրել են, ես ասացի ինչ առնելու։ Այդ երկուսից մեկն առնելու, ուրիշ բան չի կարող լինել դե։ Դե չես կարող ասել։ Okay, ինչ Դե եկեք որոշենք, որ 107-ը 101-ը դառնում, ուրեմն okay, այդ հարցը փակվի, աղ։ Չէ, նայեք որ 107-ը դարավ 101, Հա, մեկը օրենքի մեջ գրած է, որ այդ 2/3-ը 101-ի նկատմամբ է։ Կլինի հիմա ես ասեմ, այն ասացի շարժումը, ես է շարժմանը միացել եմ այն լոգիկայով,
որ նշած այլ է, այս դեպքում սենց ենք անում, այս դեպքում սենց ենք անում։ Պարզ ասում եմ, իմ կարծիքով լյուբոյ ուրիշ հրասկլադում պետք է դնենք, ամեն ջանք թափենք, որ դնենք, չենք հաջողի դրա համար պատասխան տանք, կհաջողենք ապրենք մենք։ Մենք հետագա Նիկոլը կդնի բան, 2 տարուց կդնի թե 5 տարի, ոնց որ սրանից հոտ է գալի, մանից դուրներս գալիս է այդ պրոցեսները։ Մենք ես մեկը, որ հստակացնեմ կդրեմ էլի մի անգամից, միացել եմ այս բանի շուրջ ու չեմ ուզում առաջը քննարկեմ։ Ում կծառայի, մեր չմասնակցելն է կծառայել մեկին, իսկ հիմա որ մասնակցում ենք չի ծառայում։ Կարանք եթե քննարկենք, որ մենք մասնակցում ենք, կարող է Գագիկ Ծառուկյանը 4 չհավքի, 3 ու 9 հավքի, եկեք չմասնակցենք ու 3 օր էլ էլ քննարկենք ու ռեալ ընդդիմադիր ուժամարդը։ Ես միացել եմ այս գործին, այս կանոնով, ու սենց հատուկ սենց եմ խոսում, որ կդրեմ։ Լյուբոյ ուրիշ բան իմ համար անընդունել է։ Կամայական լյուբոյ ձև փորձենք սահմանադրությանը խանգարենք 4 տարի հետո մի բանին։ Մենք վստահելի ենք մանդատները պահենք, որ ուրիշները չօգտագործի, հետևից եկողները քիչ վստահելի են, այդ քննարկումների չեմ ուզում։ Ես նրանց անկախ առաջարկում եմ մենք բանը, մեր ծրագիրը սենց է, չէ, հաղթելու դեպքում անում ենք 100 օրվա կառավարություններ, փոփոխություններ ու թազանտրություններ, ես առաջարկում եմ, եթե մենք անցնում ենք ազգային ժողով, մենք ասում ենք, որ բոլորին դեմ կուսակցությունը, էդի գաղափարական ու ծրագրային հիմք չունեցող կուսակցությունն է, ու ինքը ստացել է մանդատներ, մենք այդ մանդատները տալիս ենք ժողովրդին, ստեղծելով ուղիղ ժողովրդավարության պլատֆորմ, որտեղ որ մենք գաղափարական վարչությունով չենք որոշելու ինչ ենք ընդեղ խոսում, ուղիղ ժողովրդավարության միջոցով մարդիկ մտնելու են այդ պլատֆորմ, հարցը բարձրացնելու են, այն մարդիկ, ովքեր որ օրինակ ոչ ԿՊ-ի մոտ կարան դրան իրենց հարցը բարձրացնելու, ոչ ՏԱՇ-ի մոտ կարան դրան, չեն ֆիթելնում գաղափարապես, իրանք բոլորին դեմ են, իրանք կարան գան բոլորին դեմ են, այդ հարցը այդ պլատֆորմում բարձրացնեն, քվեարկեն, մեր падգամավորը գնա այդ հարցը արժան խոսա։ Պարլամենտի դոգն է զարում։ Էսի, հա, էսի այս ամենից անկախ ինչ-որ իդեա, որը որ մեջս դիքը մտածում եմ, ասում եմ ասեմ։ Իմ համար տենց պրինցիպիալ բան չի, ոնց որ լավ իդեա կանենք, լավ իդեա չի չենք կանել, էլի, ես երկու տարբերակն էլ օգնեմ։ Այդ եթե անցնենք, բայց անցնելու համար մեզ ահագին բան է։ Ես մտածում եմ, էսի որ ասենք, օգնելու եմ մեզ մեր անցնելու։ Ես նաև մտածում եմ, որ էսի ասենք, էսի մեզ եկա կարա ինքը բանը, նյուանս ունեցող հետարքիր պրոյեկտը։ Հա։ Որպես պրոյեկտ շատ հետաքրքիր է ու մեր ժողովրդի մոտ ընկալելի կլինի։ Просто մենք ենք մեր ձեռը տանջվում ենք լավ ես քանը պետք չէ թող սենց կնա